Ողջույն, սա վերլուծությունը ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է Իրանում տեղի ունեցող զարգացումներին, ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին, Ադրբեջանի և Թուրքիայի դերակատարությանը և ամենակարևորը, այս ամենի ազդեցությանը Հայաստանի անվտանգության և սահմանների վրա։ Վերլուծության մեջ կանդրադառնանք նաև Իրանի էթնիկ տարածքների, քրդական, ադրբեջանական և բալուչական հատվածներում ակտիվացող գործընթացներին, Իրանի մասնատման հնարավոր սցենարներին և այն վտանգին, որ ստեղծվում է Հայաստանի համար, եթե Իրանը չկարողանա պահպանել իր տարածքային ամբողջականությունը։ Նյութը հիմնված է վերջին իրադարձությունների և պաշտոնական հայտարարությունների վերլուծության վրա։ Ճակատագրի ժամը։ Ինչպես է Իրանում իշխանափոխության սցենարը վերափոխում Հայաստանի անվտանգային իրողությունները։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունը, որը զուգորդվում է Իրանի հյուսիս-արևմտյան և արևմտյան սահմաններում էթնիկ խմբերի ակտիվացման հետ, ստեղծել է մի իրավիճակ, որը դուրս է գալիս սովորական տարածաշրջանային հակամարտության սահմաններից։ Ականատես ենք լինում պատմական մի գործընթացի, որտեղ մի կողմից գերտերությունը, ԱՄՆ-ն, հայտարարում է Իրանում ռեժիմի փոփոխության մասին, մյուս կողմից տարածաշրջանային դերակատարները, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և քրդական ուժերը բացահայտ խոսում են Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հավակնությունների մասին։ Այս զուգահեռ գործընթացների խաչման կետում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, որի գոյության և անվտանգության հիմքերը կարող են ցնցվել, եթե Իրանը չկարողանա պահպանել իր տարածքային ամբողջականությունը։ Իրանական ճակատը։ Ռազմական հարվածից մինչև պետական փլուզման սպառնալիք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Իրանի հետ գործարք չի լինի և որ Թեհրանը պետք է անվերապահորեն հանձնվի, վկայում է Վաշինգտոնի ռազմավարական նպատակի մասին։ Սա ոչ թե սահմանափակ ռազմական գործողություն է Իրանի միջուկային ծրագիրը հետաձգելու համար, այլ պետական փլուզման և իշխանափոխության միտումնավոր քաղաքականություն։ Նոր ընդունելի առաջնորդների ընտրության մասին խոսքերը վկայում են, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Իրանի մասնատմանը կամ առնվազն կենտրոնական իշխանության փլուզմանը, ինչը թույլ կտա վերահսկել երկիրը հատվածական վարչակազմերի միջոցով։ Այս պայմաններում Իրանը հայտնվել է բազմաթիվ ճակատների ճիրաններում։ Արևմուտքից և հարավից նրան հարվածում են ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ուժերը, իսկ հյուսիս-արևմուտքում սրվում է լարվածությունը Ադրբեջանի հետ։ Նոր ճակատներ, քրդական և բալուչական գործոնները։ Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ Իրանի դեմ գործողությունը ձեռք է բերել բազմաշերտ բնույթ։ CNN-ի և այլ աղբյուրների հաղորդումների համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ է շփումներ ունեցել իրանական և իրաքյան քրդերի առաջնորդների հետ, քննարկելով Իրանի արևմուտքում ցամաքային գործողության հնարավորությունը։ Խոսքը ՀԴԱ, CIA կողմից քրդական ուժերի զինման և Իրանի դեմ նրանց օգտագործման մասին է, նպատակ ունենալով խրախուսել ժողովրդական ապստամբությունը։ Սա նշանակում է, որ արևմտյան ճակատը պաշտոնապես ակտիվացված է։ Հազարավոր քրդական մարտիկներ, որոնք տեղակայված են Իրաքի Քուրդիստանում, պատրաստվում են հատել իրանական սահմանը և մասնակցել ռազմական գործողություններին։ Իսրայելը, ըստ աղբյուրների, աջակցում է այս նախաձեռնությանը և իր օդային հարվածներով նախապատրաստում է դաշտը քրդական ուժերի ներթափանցման համար։ Միաժամանակ Իրանի հարավ-արևմուտքում, Բալուչիստանում ակտիվացել է Ջեյշ ալ-Ադլ, արդարության բանակ, սուննի զինված խմբավորումը, որը պայքարում է բալուչների ինքնավարության համար։ Խմբավորումը, որը Իրանի կողմից որակվում է որպես ահաբեկչական և արտաքին ուժերի կողմից աջակցվող, օգտվում է երկրի ընդհանուր թուլացումից և շարունակում է հարձակումներ ԻՀՊԿ-ի վրա։ Այսպիսով Իրանը բախվում է եռակի ճակատի՝ արևմուտքից քրդեր, հյուսիս-արևմուտքից պանթյուրքական սպառնալիք, Իրանի Ադրբեջանին ներկայացվող հավակնություններ և հարավ-արևմուտքից բալուչական անջատողականություն։ Ուժերի ցրումը թուլացնում է Իրանի դիմադրողականությունը և մեծացնում երկրի փլուզման հավանականությունը։ Նախիջևանի միջադեպը՝ սադրանք թե համակարգված գործողության մաս։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե Իրանը 4 անօդաչի թռչող սարք է ուղարկել Նախիջևանի ուղղությամբ, որոնցից մեկը խոցվել է, պետք է դիտարկել այս լայն համատեքստում։
Իրանի համար, որը միաժամանակ ենթարկվում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին և բախվում է ներքին 3 ճակատներում ակտիվացող սպառնալիքներին, նոր ճակատ բացելը Հյուսիսում Ադրբեջանի հետ ռազմավարական առումով անիմաստ կլիներ։ Այդ իսկ պատճառով Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտրավանչին շտապել է հերքել ցանկացած մասնակցություն և անգամ եղբայր է անվանել ադրբեջանական կողմին։ Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքը եղել է անսպասելիորեն կոշտ և, որ ավելի կարևոր է, ունեցել է բացահայտ տարածքային ուղղվածություն։ Ալիևը միջադեպը որակել է որպես ահաբեկչություն և սպառնացել պատասխանել երկաթե բռունցքով։ Սակայն ամենալուրջ մասը նրա այն հայտարարությունն էր, որ Իրանում քաջգիտակցում են, որ այսօր անկախ ադրբեջանական պետությունը հույս է հանդիսանում Իրանում բնակվող բազմաթիվ ադրբեջանցիների համար։ Սա այլևս պարզապես դիվանագիտական վեճ չէ, սա ուղիղ հայտարարություն է Իրանի տարածքային ամբողջականության դեմ հիմնված էթնիկ հողի վրա։ Հարավային Ադրբեջանի քարտը. պատմական հնարավորություն Բաքվի և Անկարայի համար։ Ալիևի հայտարարությունը փաստացի ազդանշան է Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող միլիոնավոր էթնիկ ադրբեջանցիներին, որ Բաքուն պատրաստ է հանդես գալ որպես նրանց պաշտպան։ Եթե Իրանի կենտրոնական իշխանությունը շարունակի թուլանալ արտաքին ռազմական ճնշման և ներքին 3 ճակատներում ապակայունացման տակ, ապա Իրանի Ադրբեջանի, Արևելյան և Արևմտյան Ադրբեջան, Արդաբիլ նահանգների անջատման և Ադրբեջանի Հանրապետությանը միացման սցենարը տեսական հնարավորությունից կարող է վերածվել գործնական քաղաքականության։ Նման զարգացումը կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը։ Թուրքիան, որը Ադրբեջանի գլխավոր դաշնակիցն է, կստանա ուղիղ ցամաքային կապ ոչ միայն Ադրբեջանի, այլև Կասպից ծովի հետ։ Ավելին, այդ կապը կիրականանա ոչ թե Հայաստանի նեղ և լեռնային Զանգեզուրով, Սյունիքով, այլ Իրանի ընդարձակ ու հարթավայրային տարածքներով։ Երրորդ. Սյունիքի ուղղակի սպառնալիք։ Զանգեզուրի ճանապարհը գաղափարը, որը մինչ այժմ քննարկվում էր դիվանագիտական և քաղաքական հարթություններում, կարող է ռազմական լուծում ստանալ։ Ալիևի երկաթե բռունցքի սպառնալիքն այս անգամ կարող է ուղղված լինել ոչ թե Արցախի, այլ Սյունիքի դեմ։ Չորրորդ. տարածաշրջանային հավասարակշռության փլուզում։ Իրանի թուլացումը կամ փլուզումը կոչնչացնի տարածաշրջանում ուժերի նուրբ հավասարակշռությունը, որը դարեր շարունակ ապահովել է Հայաստանի գոյությունը, որպես բուֆերային գոտի տարբեր կայսրությունների միջև։ Հինգերորդ. նոր սահմանային լարվածություն։ Իրանի արևելյան սահմաններում բալուչական խմբավորումների ակտիվացումը և Պակիստանի հետ հարաբերությունների սրումը կարող են հանգեցնել տարածաշրջանային նոր անկայունության, որը կանդրադառնա նաև Հայաստանի վրա, անուղղակիորեն։ Հայաստանը պետք է գործի, այլ ոչ թե դիտի։ Այսօրվա զարգացումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներն այլևս չեն սահմանափակվում Ղարաբաղյան հակամարտության կամ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում։ Մենք ականատես ենք լինում առաջին աշխարհամարտից հետո ձևավորված Սայքս-Պիկոյի համակարգի ապամոնտաժմանը, որտեղ վերագծվում են ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Հարավային Կովկասի սահմանները։ Իսրայելի երազանքը Իրանի մասնատման մասին այժմ ավելի քան երբևէ մոտ է իրականացմանը։ Եռակի ճակատում քրդական, ադրբեջանական, բալուչական Իրանի շրջափակումը ԱՄՆ-Իսրայելի ռազմական աջակցությամբ ստեղծում է աննախադեպ ճնշում Թեհրանի վրա։ Երևանը պետք է անհապաղ և ակտիվ դիվանագիտություն ծավալի, ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ երկկողմ ձևաչափերով ուղղված Իրանի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Միաժամանակ Հայաստանը պետք է ամրապնդի իր սահմանները, հատկապես Սյունիքի ուղղությամբ, և պատրաստ լինի ցանկացած սցենարի։ Նախիջևանում խոցված անօդաչուն կարող է վերածվել Հայաստանի սահմանների փլուզման առաջին ազդանշանի։ Ժամանակն աշխատում է ոչ թե մեր, այլ նրանց օգտին, ովքեր ցանկանում են վերագծել տարածաշրջանի քարտեզը։ Հայաստանը պետք է գիտակցի, որ իր գոյության բանալին այսօր գտնվում է ոչ թե Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Մոսկվայում, այլ Թեհրանի և նրա հյուսիս-արևմտյան նահանգների ապագայու վրա։ Շահումյան կազմակերպություն, մարտի 8, 2026